Դուք այժմ Ասկերանում եք, ինչ իրավիճակ է, լարվածություն կա, թե ոչ, ընդհանրապես նկարագրեք իրավիճակը։ Նախ ասեմ, որ մի կերպ եմ հասել Ասկերան, քանի որ վառելիք չկա, տրանսպորտ չկա։ Ասկերանը երևի մի 30 կիլոմետր հեռավորության վրա է Ստեփանակերտում։ Այս պահին մեքենաներով փակած է Աղդամից եկող ճանապարհը, որը որ Ասկերանի վերջին կետն է։ Ստե մի հատ բան կա, հայտնի հուշարձան կա, Ասկերանի տանկ են ասում, ստե մի հատ տանկա կանգնած ու բանն է, այդ վվիսկան է, Ասկերան գրած։ Հետո եթե մի քիչ շարունակես ճանապարհը, բանն է, ռուսների պոստն լինելու, հետո Աղդամ քաղաք։ Իսկ մեքենաներն են կանգնած փակած ասկերանցիների։ Տեղացիների, ասկերանցիների, Արցախի հայերի մեքենաներն են։ Մի 10 մեքենայով փակած է։ Մարդիկ եկել են փակել ստեղ, դրոշներն է դրված, շուրջօրյա բան են անում, ստե մնում են գիշեր-ցերեկ, որ թույլ չտան, որ Աղդամի ուղղությամբ ադրբեջանական հումանիտար օգնությունը հասնի Ղարաբաղ։ Մարդիկ դեմ են, մեզ պետք չի ադրբեջանական ալյուրով հաց, դուք այդ ամեն ինչ տեսել եք։ Հիմա ոստիկանությունը ստեղ բանա դրել, checkpoint ա դրել, մի քիչ ներքև, ու այդ մեր Արցախի ոստիկանության այդ անցակետից մի 30 մետր դեպի Ասկերան քաղաք, դեպի հայկական կողմը, էլի սենց ասած, այս ակցիան է տեղի ունենում, որտեղ որ մարդիկ փակել են ճանապարհը ու սենց անհասկանալի վիճակ է։ Այսինքն մեքենաներն են ասկերանցիների, արցախցիների մեքենաներն են, հետո դրանից հետո ոստիկանությունն է Արցախի, այո, կանգնած, իսկ դրանից հետո արդեն ռուս խաղաղապահներն են ու անմիջապես որից հետո Աղդամ քաղաքն է, այո։ Իսկ երևում են ադրբեջանցիները հավաքված այդ կողմում։ Չէ, քանի որ մենք պետքա մի քիչ բան գնանք, առաջ գնանք, որ տեսնենք։ Իսկ տեղեկություններ կան ռուս խաղաղապահների հետ բանակցություններ շարունակվում են, թե ոչ։ Ռուս խաղաղապահների հետ անընդհատ լարված է, չափազանց լարված է այս վիճակը, այս վերջի 2 օրը, անգամ վիդեո հայտնվել է սոցիալական մեդիայում, որ ռուս խաղաղապահները բան են արել, կասկածելի անձիկ են փորձել իրաց մեքենաներով ներկրել սենց ասած Արցախ ու տեղացիները նկատել են դա, կանգնեցրել են, իրանք ծածկում են իրենց երեսները, պարզել չի ինքը ով է, ու այս վերջի 3 էլի ռուս խաղաղապահների բեռնատարներն են փորձել գնացել Աղդամ ու գան, ինչ որ սենց մութ պատմություններ ա եղել, տեղացիները թույլ չեն տվել, կասկածել են դրա վրա, որ իրանց հայտնի չի ինչի համար է այս շարժը, ինչի համար է բեռնատարը պետքա գնան դեղ ու գա, մարդիկ չեն թույլատրել, ասենքն ռուս խաղաղապահների հետ էլ շատ լարված վիճակը, մարդկանց մոտ բնականաբար անվստահություն կա ու անկանխատեսելի հետևանքներ կարող ունենա այս կատարումը։ Բայց առաջ չէին գնում իրենք Աղդամ գալիս այդ բեռնատարով ռուսները։ Չեմ մանում, գնում էին, գալիս էին, երբ որ այսքան լարված է վիճակը, հենց հիմա որոշեցին բան անեն, գնալ գան։ 1000 ու մի հարցեր կա։ Մենք բան չենք, հիմար չենք, եթե ինչ որ բան է տեղի ունենում, բացատրեք մարդիկ հասկանան։